Բարև ձեզ հարազատներս, այսօր մարտի 8-ի կապակցությամբ կուզեմ շնորհավորել իմ բոլոր ընկերներին, հարազատներին, գոլեգաներին, բուժառուներին, հետևորդներին։ Հայաստանում, զգուշացնեմ, որ Հայաստանում այս տոնը 1 ամիս է նշվում, մարտի 8-ից սկսված մինչև ապրիլի 7-ը, ու շնորհավորելուց շատ ժամանակ ասում են միամսյակը շնորհավոր լինի, ես այսպիսի բան չէի լսել, ճիշտն ասած Մոսկվայում այդպես չեն ասում, որ նոր է եկել Հայաստան, որ ասում են միամսյակը շնորհավոր լինի, ես այդ միամսյակ բառը ամսեկանի հետ էի շփոթել, որ հանկարծ տղամարդիկ դրսում ասում են միամսյակը շնորհավոր լինի, լեղաճակ եմ, ասում ես մարդն ինչ իմացավ։ Այսպիսի հետաքրքիր բան կա Հայաստանում, ու սկզբից մարտի 8-ը չէի սիրում, որ ջահել էի մարտի 8-ը չէի սիրում, այնքան էլ Մոսկվայում շատ էին բարեկամներս, հարազատներս, որ զանգում էին, շնորհավորում էին, ասում էին մարդիկ ինչ են իսկան շնորհավորում, ես ինչ եմ արել, որ մարտի 8-ը շնորհավորում, ոչ ամուսնացել եմ, ոչ երեխա եմ բերել, որպես կանանց տոն, բայց ես վերջերս սկսել եմ սիրել, քանի որ հասկացա, որ իմ ամբողջ կյանքս նվիրել եմ կանացի օրգաններին, ու համարում եմ, որ իրոք արդեն հասկացա, որ սա իմ տոնն էլ է, ընդունեցի սա որպես իմ անձնական տոնը նույնպես, ու իմ կյանքում արդեն 50 տարեկան եմ դառնում այս տարի, մի բանի, որ հասել եմ, դա որ կարողացել եմ դուր գալ կանանց, սա մեծ հաջողություն է, մեծ մասը, երևի 99% իմ բուժառուներից ինձ հավանում են, ու սա հենց նենց օդից չի եկել, սա աշխատանք է, ու ես երկար տարիներ համարում եմ, որ սա հետևանք է, որ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննություն եմ հանձնել 9 ժամանոց քննություն, որ ինչպես աշխատես բուժառուների հետ, որ իրանք սա շատ կարևոր է, որ մարդկանց դուր գաս, որովհետև բժշկության մեջ դա անպայման կարևոր է շատ, մարդիկ պիտի քեզ հավանեն, քեզ վստահեն, մանավանդ որ սեռական օրգաններից իրենց պատմեն քեզ, սա շատ կարևոր է, բայց արդեն ինչքան մեծացա, նոր հասկացա, որ երևի սա ոչ թե քննությունների կամ ինչ-որ աշխատանքի հետևանք է, այ ելի կտակարանից մի նախադասություն, որ դիմացինի տարա այն ինչ կուզեիր, որ քեզ անեն, կա շատ լավ նախադասություններ կան, որ լսում ենք, կարդում ենք, մտնում է դուս է գալիս, բայց կան հետաքրքիր բաներ, որ մտնում են քո մեջ ու տեղ են գտնում ու սկսում ես դա օգտագործել քո առօրյայում, ու շատ ուրախ եմ, որ հենց այդ նախադասությունը իմ մեջ մտել ու ամրապնդվել է, ու դրա հետևանք է, որ մարդիկ ինձ հավանում են, վստահում են իրենց առողջությունը, սա շատ կարևոր է, ու դրա համար շատ շնորհակալ եմ բոլորին։ Ինչ կուզեի ցանկանալ, երևի չասեցի, որ ես բժիշկ, մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում, 2 տարի 6 ամիս, ու ինչ կուզեի ցանկանայի կանանց կուզեի ցանկանալ կին լինել, սա մեծ առաքելություն է, այս ներկա ժամանակներում շատ սխալ արժեքներ կան, որ մեր մեջ բերել են, մցրել են, ընդունել ենք այդ սխալ արժեքները, հետևում ենք այդ սխալ արժեքներին, այո գնում եմ բուսաբանական այգի, մենք ես տեսնում մեկը արև տեսավ երկրպագեց բան, այսինքն բաներ շատ ենք սխալ ուսմունքների հետևից գնացել, կինը մնա կին, իմ ընկերուհիս ավելի լավ է ասում այն կինը, որ չի ամուսնացել, դառել է իր սրտի ուզած ասպետը, իրոք տղամարդ ենք դառնում, եթե չենք ամուսնանում մեր կին լինելու ֆունկցիան, մեծ առաքելություն է, կանայք իհարկե դա լավ օրինակներ, վատ օրինակներ տեսնելու երևի հետևանքներ է այս ամեն ինչը, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդը պիտի երջանիկ լինի, Աստված չի կարող պատահել, որ մեզ ստեղծած լիներ, որ տանջվեինք, Աստված ստեղծել է, որ մարդ երջանիկ լինի, իսկ այս սխալ ուսմունքները, այս նյութականի հետևից գնալը, որ հագուստների հետևից լավ հագուստ լինի, լավ մեքենա լինի, բարձրահարկ շենք կառուցենք, բան տենց, ու եւ հետազոտություններն են ցույց տալիս, եւ դուք եք ձեր շրջապատում տեսնում, որ հարստությունը չի երջանկացնում մարդուն երջանկացնում է իր աճը,
առաջի հերթին իր աճը, որ մարդ աճի, հիշում ենք, որ մարմին ունենք, հոգի ու միտք, ու այս բոլորը պիտի աճեն, միտքը աճելու համար գիրք պիտի կարդաս, ստեղծագործես, մարմինը աճելու համար աշխատես, քաշդ նորմալ պահես, ֆիզիկական աշխատանք անես, սպորտով զբաղվես, հոգին աճելու համար գտակարան կարդալ, պատարակների գնալ, բարի գործություններ անել, այս բոլոր մասերով մեր պիտի աճենք, սա է առաջի պայմանը երջանիկ լինելու։ Երկրորդը մարդ իր ստեղծագործության արդյունքից է երջանիկ իրեն զգում, իր արածի արդյունքից, իսկ կինը ինչ պիտի իր կյանքի մեջ անի, որ ավելի կարևոր լինի, ավելի արժեքավոր լինի, քան մարդ լույս աշխարհ բերի, այսպիսի հնարավորություն մենակ կինը ունի, ու կանայք սա թողած գնացած ուրիշ արժեքների հետևից։ Շատ կարևոր, որ կինը կին մնա, իր առաքելությունը կատարի որպես կին, շատ կարևոր է եւ երջանիկ լինելու համար, եւ շրջապատի համար, եւ երկրի համար, հիշում ենք երևի, որ երկու բացարձակ բարձրագույն արժեքներ ունեմ, դա հողն է եւ առաքելը, մեր հայ առաքելական եկեղեցին, ու այս դրանք էլ եմ շատ ուշ հասկացել եմ կյանքում, որ հայ առաքելական եկեղեցին բացարձակ արժեքը դա երևի հասկացել եմ 30 տարեկանից հետո, որ հողն է բացարձակ արժեք հասկացել եմ երևի 2020 թվականին, երբ որ պատերազմի ժամանակ տեսա, որ Աստված վերցնում է մեր հողերը, արժանի չգտնում մեզ։ Վերադառնամ կանանց, ուրեմն կին լինելը դա առաքելություն է ու կինը պիտի կատարի իր ինչի համար ստեղծված է, սա շատ կարևոր է։ Երկրորդ կարևոր գործոնը, որ կինը կարող է անել, դա ընտանիքները, որ ուզում են խաղաղություն լինի, երկու հետաքրքիր է, որ այս ճշմարիտ արժեքները միշտ նույնն են, չի փոխվել, 2600 տարի, 2000 տարի, 5000 տարի նույնն են այս արժեքները։ Եկեղեցում, որ ասում եք, տղամարդը, որ ասում է, տեր եմ, կինը ասում է, հնազանդ եմ, սա էլ պայման է, որ ընտանիքում խաղաղություն լինի, կինը չմոռանա հնազանդ լինել, սա շատ կարևոր է, ու սա իրոք առանձին առաքելություն է հնազանդ լինելու հնում։ Կանայք ոչ միայն ամուսնանում էին երեխաներ ունենալ այն հավատքով, որ դեռ ամոթ չէր հավատացել լինելը, կանայք, ովքեր որ հավատացյալ էին, իրենք ամուսնանում էին, որ այդ հնազանդության առաքելությունը նույնպես կարողանային իրագործել, իրականացնել, սա շատ կարևոր է։ Մեր ընտանիքներում ինչ է, կինը ճաշա է փում առավոտից իրիկուն, համարում է, որ դա ամենակարևոր գործն է, ամուսինն էլ դե դու էլ աղբտ արթափի, որտեղ դու այդքան է կարևոր գործեր չես անում, ու շատ զարմանում է, որ ինքը դժբախտ է։ Չեմ ասում, որ ամուսինը չի կարա աղբթափի կամ ճաշեփելը կարևոր չի, բայց տեր եմ ու հնազանդ եմ ուր է, ու ձեր պահվածքը ուր է, եթե ուզում եք երջանիկ լինեք, պիտի մեծ գործ է, մեծ աշխատանք է հնազանդ լինելը։ Երևի տխուր բաներից խոսացի, շնորհավոր լինի բոլորիդ մարտի 8-ը, արդեն երևի անցած տարի ասել եմ, որ սա համ կանանց տոնն է, համ տղամարդկանց, որովհետև տղամարդիկ հիշում են իրենց մամաներին, քույրերին, կանանց, աղջիկներին, եւ շնորհավորում են, սա իրոք կարևոր է, որ վերանայենք մեր արժեքները, վերանայենք մեր աշխատանքը, մեր նպատակը կյանքի ու ճիշտ ճանապարհով գնանք։ Բոլորիդ խաղաղություն, ամբողջ աշխարհին խաղաղություն, մանավանդ Հայաստան աշխարհին իմաստություն տա Աստված բոլորիդ, որ ճշմարտությունը հասկանաք, բոլորիս ու ուշ տա, որ կարողանանք դա իրականություն սարքել։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։